նաև մեկ առաջարկ էիք արել նախորդ անգամ, ասում եք պետք է Վահագն Ալեքսանյանին հրավիրեք սրճարան կամ ինքը ձեզ հրավիրի, հրավիրը առաջարկել եք։ Դեռ չեմ ներկայացրել, ճիշտ ասած հիմա Վահագն Ալեքսանյանը ուրիշ գործերով ազգային ժողովում ծանրաբեռված նայում եմ, հետևում եմ էլի, հիմա այս ինքը ասենք մարդ են ծեծում, կռիվ են անում, բան, հիմա այս լարված մթնոլորտի մեջ ասեմ, արի գնանք հաց ուտենք, չգիտեմ, հարց քննարկենք, իսկ մա տեղին չի։ Թող մի քիչ հանգստանա, բանանի, պետք է դրա ժամանակը կգա, ինքը այդ հանդիպումից խուսափել չի։ Ընդհանրապես այս պատգամավորները այս ձևով այս հանդիպումից ակնհայտ է, չէ՞, ես նկատում եմ, որ խուսափում են ակնհայտը, չեն կարող խուսափեն, փոքր երկիր է եւ իրանք պարտավոր են առերեսվել, մանավանդ որ ես իրանք որևէ անձնական հարցով չեմ դիմում, այսինքն այն հարցերը, որոնք ես բարձրացնում եմ, դրանք ինձ չի որ հետաքրքրում է միայն, ես կարծում եմ, որ դրա այդ հարցերին շատ մարդկանց է հետաքրքրում, ու եթե մենք հանկարծ շատ մարդով գանք Վահագն Ալեքսանյանի կամ մյուսների հետ հանդիպման, կարող է հաց ուտելու ժամանակ չմնա։ Ղազարյան ասում են այնտեղից սպասում են հաց։ Չէ, որոնք կգան։ Լավ, շնորհակալություն։ Էլ ասելիք չունեք, պարոն Ղազարյան։